Մայիսը քնքշորեն կժպտա նրանց։ Վասիլիսա Վոլոդինան անվանել է կենդանակերպի 3 նշանի, որոնց կյանքում երջանկության սպիտակ շարան կսկսվի եկող ամիս։ Դուք արդեն օդում եք գարնան զգացումով և փոփոխության զգացումով։ 2025 թվականի մարտը և ապրիլը եզակի հնարավորություններ պատրաստեցին կենդանակերպի մի քանի նշանների համար։ Իսկ այժմ եկել է ժամանակը հասկանալու, թե գարնան վերջին ամիսը ինչ է պատրաստել կենդանակերպի հաջողակ նշանների համար։ Իսկ դուք հիշեք, աստղերը ցույց են տալիս միայն ուղղություն և հաջողությունը կախված է միայն ու միայն ձեր գործողություններից։ Դե եկեք սկսենք։ Ովքեր են մայիս ամսվա հաջողակները ըստ Վասիլիսա Վոլոդինայի։ Ձկներ, բռնեք բախտի ալիքը։ Ձկների համար մայիսը հեռանկարների բացման և բարենպաստ հնարավորությունների ժամանակ կլինի։ Կարիերա՝ մի հրաժարվեք համատեղ նախագծերի մասնակցելուց, նույնիսկ եթե դրանք ձեզ անսպասելի թվան։ Ներկայացումը, որը դուք սովորական եք համարում, կարող է գրավել ղեկավարության ուշադրությունը և բացել կարիերայի նոր հորիզոններ։ Ֆինանսներ՝ սպասեք հին պարտքերի հնարավոր վերադարձին, որոնք այլևս հույս չունեիք ստանալ։ Խորհուրդ՝ կենտրոնացեք 1-2 հիմնական նպատակների վրա, ընտրելով առավել խոստումնալից ոլորտները։ Երգվորյակ՝ սուզվեք իրադարձությունների հորձանուտում։ Երգվորյակների համար մայիսը կլինի զվարճալի և հագեցած ամիս՝ լի վառ իրադարձություններով և նոր ծանոթություններով։ Հաղորդակցություն՝ մի հրաժարվեք հին ընկերոջ հետ հանդիպելուց։ Պատահական զրույցի հետևում կարող է լինել փայլուն բիզնես գաղափար կամ խոստումնալից գործընկերություն։ Կարիերա՝ եթե մտածում եք աշխատանքը փոխելու մասին, բանակցությունների համար լավագույն ժամանակը կլինի մայիսի կեսերը։ Զգուշացում՝ զգուշացեք բամբասանքից և բամբասանքի տեղիք մի տվեք։ Մեկ անզգույշ բառը կարող է շրջվել ձեր դեմ։ Ցուլ՝ լցրեք ձեզ կարիերայի էներգիայով։ Ցուլերը կզգան կենսունակության և ոգեշնչման ալիք, ասես գարնանային հոսքերը լցնեն նրանց նոր էներգիայով։ Կարևոր է միայն այս էներգիան ճիշտ ուղղել ճիշտ ուղղությամբ։ Ֆինանսներ՝ ուշադիր նայեք անսովոր ներդրումային առաջարկներին։ Այնուամենայնիվ, նախքան որոշում կայացնելն ուշադիր վերլուծեք բիզնես պլանը և ստուգեք ամբողջ տեղեկատվությունը։ Սեր՝ միայնակ ցուլերը բոլոր հնարավորություններն ունեն հանդիպելու իրենց հոգու ընկերոջը ամենաանսպասելի վայրերում՝ մարզասրահում, գրադարանում կամ վերապատրաստման դասընթացների ժամանակ։ Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով և նախագծերով ուրիշների հետ։ Ցույց տվեք ձեր այգու ամառանոցի նախագիծը ձեր հարևաններին, գուցե նրանք նույնպես ցանկանան պատվիրել այն։ Խորհուրդ ցուլերին՝ պահպանեք ձեր ներդաշնակությունը ընտանիքի և հարազատների հետ։ Իսկ ինչ է սպասում կենդանակերպի մյուս նշաններին մայիս ամսվա ընթացքում։ Վասիլիսա Վոլոդինան ասում է, որ մայիսը լավ ժամանակ է ապագայի պլանավորման և հին գործերն ավարտելու համար։ Առյուծները պետք է սկսեն սովորել և յուրացնել նոր հմտություններ, կույսերը կազմակերպեն իրենց գործերը և կարգի բերեն իրենց ֆինանսները, իսկ այկարիչները պետք է ուշադրություն դարձնեն հին կապերի վերականգնմանը և մտերիմների հետ հարաբերությունների բարելավմանը։ Դե ինչ, եկեք շնորհակալություն հայտնենք Վասիլիսա Վոլոդինային հետաքրքիր աստղագուշակի համար և շնորհավորենք կենդանակերպի մի քանի նշանների դրական կանխատեսումներ ունենալու համար։ Իսկ այս ամենի զուգահեռ մենք միասին կբացահայտենք, թե ովքեր են կենդանակերպի ամենախելացի նշանները։ Պարզիր, թե որ հորիզոնականն է զբաղեցնում քո կենդանակերպի նշանը։ Աստղաբանության աշխարհում շատ գաղտնիքներ և առեղծվածներ կան, բայց ամենահետաքրքիրներից մեկը այն է, թե ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մեր ինտելեկտի վրա։ Եկեք խոսենք այն մասին, թե կենդանակերպի ներկայացուցիչներից ով ունի սուր միտք և ինչպես։ Պատասխանը կարող է զարմացնել ձեզ։ Աստղաբանությունը եզակի հայացք է առաջարկում մեր անձի տարբեր ասպեկտների վերաբերյալ և ինտելեկտը բացառություն չէ։ Այսպիսով սկսեցինք։ Ջրհոս։ Ջրհոսները մեր ցուցակի առաջին տեղում են շնորհիվ իրենց ակնառու բանականության և աշխարհը յուրահատուկ տեսանկյունից տեսնելու ունակության։ Վերլուծական մտածելակերպը և ուրիշների կողմից բաց թողնված դետալները նկատելու ունակությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում են անգերազանցելի մտածողներ։ Հաջորդը գալիս են կույս կենդանակերպի նշանի ներկայացուցիչները, որոնց մանրամասնելու ունակությունը և անբասիր տրամաբանությունը դասում են այս անհատներին ականավոր պերֆեկցիոնիստների շարքում։ Նրանց գործնական միտքն ու խորաթափանցությունն օգնում են լուծել ամենադժվար խնդիրները, քանի որ կույս կենդանակերպի նշան ունեցող մարդիկ կարողանում են կարգուկանոն տեսնել այնտեղ, որտեղ ուրիշները միայն քաոս են տեսնում։ Կարիճ։ Կարիճ կենդանակերպի ներկայացուցիչները հիացնում են իրենց ինտուիցիայով և տողերի միջև կարդալու ունակությամբ։ Սուտը
եւ բոլոր թաքնված դրդապատճառները ճանաչելու ունակությունը նրանց դարձնում է հիանալի հոգեբաններ։ Կարիճները վերլուծության եւ քննադատական մտածողության վարպետներ են։ Այս անհատների ինտելեկտուալ հետաքրքրասիրությունն անսահման է, ինչը նրանց թույլ է տալիս լուծել իրենց ճանապարհին հանդիպող ցանկացած հանելուկ։ Երկվորյակները զարմացնում են իրենց ինտելեկտի արագությամբ, նրանք կարողանում են միաժամանակ մի քանի գաղափարներ պահել իրենց գլխում եւ ստեղծագործական լուծումներ գտնել դրանց համար։ Այն անհատներն, ովքեր ըստ հորոսկոպի երկվորյակներ են, կենդանի հանրագիտարաններ են, միշտ պատրաստ կիսվել գիտելիքներով։ Բարդ տեղեկատվությունն ակնթարթորեն մշակելու եւ վերլուծելու նրանց կարողությունը կենդանակերպի այս նշանի մարդկանց դարձնում է ամենասրամիտն ու խելացիներից մեկը։ Այծեղջյուրներն իրենց դրսևորում են որպես խնդիրների յուրահատուկ լուծողներ, այս ամենը շնորհիվ նրանց գործնականության, մեթոդաբանության եւ կարգապահության։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ իրերի խորաթափանցության վարպետ են, նրանք կարողանում են նպատակը տեսնել իրականության պրիզմայով։ Խոյ կենդանակերպի խոյ նշանի ներկայացուցիչներն ունեն էմոցիոնալ եւ ինտուիտիվ ինտելեկտի յուրահատուկ համադրություն, որը լրացվում է սուր մտքով։ Սա նրանց դարձնում է շատ խոհուն եւ նուրբ մտածողներ։ Կշերկ մարդիկ, ովքեր հորոսկոպով կշերկներ են, հիացնում են տարբեր տեսակետները գնահատելու եւ դժվար իրավիճակներում ներդաշնակություն գտնելու ունակությամբ, ինչի շնորհիվ նրանք կարող են կշռադատված որոշումներ կայացնել։ Կշերկները ներդաշնակության եւ հավասարակշռության խորհրդանիշ են։ Կենդանակերպի այս նշանի մարդիկ գիտեն ծանր ու թեթև անել դրական եւ բացասական կողմերը, ինչի շնորհիվ նրանց դատողությունները միշտ խոհուն եւ արդար են։ Այսպիսով նրանք գիտեն, թե ինչպես գտնել փոխզիջումներ։ Ցուլերն աչքի են ընկնում իրենց հուզական խորաթափանցությամբ եւ սեփական ուժեղ եւ թույլ կողմերը խորը ըմբռներով, ինչը նրանց դարձնում է բացառիկ ինքնագիտակից։ Աղեղնավոր կենդանակերպի աղեղնավոր նշան ունեցող անհատները թեև երբեմն ժամանակ են սավառնելով անցկացնում ամպերում, բայց իրականում մեծ ցանկություն ունեն սովորելու եւ ընդլայնելու իրենց հորիզոնները։ Առյուծները դրսևորում են իրավիճակները եւ առաջնահերթությունը սթափ գնահատելու զարմանալի կարողությունը, միշտ ցուցաբերելով վստահություն եւ խորը հասկացողություն շրջապատող մարդկանց նկատմամբ։ Ճիշտ է ցուցադրելն ու իսկապես հասկանալը սրանք տարբեր բաներ են։ Խեցգետին կենդանակերպի ներկայացուցիչները չնայած իրենց ինտելեկտին երբեմն թույլ են տալիս, որ զգացմունքները խանգարեն իրենց որոշումների կայացման գործընթացին, ինչը նրանց դարձնում է հատկապես կարեկից եւ հասկացող, բայց հենց այս ունակությունն է, որն ունի խեցգետինը, նրան դարձնում է յուրահատուկ։ Եւ վերջապես ձկներ կենդանակերպի նշանի ներկայացուցիչներ։ Նրանք աներևակայելի հարուստ ներաշխարհով մարդիկ են։ Նրանց երևակայությունն ու ստեղծագործական մոտեցումը կյանքին երբեմն շեղում են նրանց իրականությունից, բայց հենց դրա շնորհիվ են նրանք կարողանում իրական գլուխգործոցներ ստեղծել։ Այս վարկանիշը ոչ միայն արտացոլում է կենդանակերպի նշանի ներկայացուցիչների մտավոր ունակությունները, այլև ընդգծում է նրանցից յուրաքանչյուրի յուրահատկությունը։ Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, որոնք նրան դարձնում են անզուգական եւ եզակի։ Շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք բաժանորդագրվեք ալիքին ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու պայմանով։ Մինչ նոր հանդիպում։